Բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհակալ ենք, որ այս շատ բարդ ծանր բազմաթիվ միջոցառումներով օրը ժամանակ եք գտել, կարողացել եք ռեսուրս տրամադրել գալ լուսաբանելու։ Մենք այսօր մի քանի պրոդուկտ ունենք, որ ցանկանում ենք ներկայացնել լրագրողներին, ԶԼՄ-ներին, նաև բնականաբար մեր ժողովրդին։ Պրոդուկտները կներկայացնենք, բայց մինչ այդ մի քանի քաղաքական խոսք եմ ցանկանում ասել։ Մենք գտնում ենք, որ այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, դրա համար մենք էլ սովորական պայմաններով չենք մասնակցում այս ընտրություններին։ Մենք այս ընտրություններով մեկ նպատակ ենք հետապնդում, այդ նպատակը մեր պետականության պաշտպանությունն է, մեր ինքնության պաշտպանությունն է, հայ մարդու հիշողության, պատմության, ստեղծած մշակույթի, մեր ավանդույթների, մեր կրոնի եւ այն եվրոպական մոդելի ազգային պետության, որը որ մենք երազում ենք ունենալ։ Ինչ նկատի ունենք։ Մենք բոլորս լավ գիտենք, որ ազգային պետությունները ծնվել են Եվրոպայում։ Հայաստանի Հանրապետությունը աշխարհին հայտնի է որպես հայերի պետություն։ Վերջին տարիների մշակութային դիվերսիան, որ ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, մեր ժողովրդի դեմ, որտեղ դա միայն այստեղ չի, Սփյուռքում էլ է կատարվում, այս ամեն ինչը նաև սկսել է սնուցվել Հայաստանի ներսից, այդ թեզերը, նարատիվները վերցնելով, ստեղ օգտագործելով, մեր մտածողությունը, մեր մտքերը, մեր ուղեղները փոխելու, մեր վրա ազդելու, մեր ժողովրդին ռևիզիայի ենթարկելու մեր ամբողջ պատմական անցած ճանապարհը, եւ դրա համար մեր կուսակցությունը, մեր թիմը չի մտնում այս ընտրության մեջ, որ ասենք չգիտեմ, մենք խոսանք սպառողական ինչ-որ խոստումներից, հա, կենսաթոշակներից, չգիտեմ, այն բաներից, որոնք որ հիմա դուք կտեսնեք քարոզարշավի ընթացքում, որտեղ սա ընդդում եմ ես ոչ սովորական քարոզարշավ է։ Մեր կարգախոսն է պաշտպանիր ինքնությունդ, այսինքն մենք մարդկանց խոչ ենք անում, քվեարկելով լուսավոր Հայաստանի օգտին, ունենալ ազգային ժողովում առաջին հերթին խմբակցություն, որը կպաշտպանի հայ ժողովրդի ինքնությունը Հայաստանի ներսում, նաև Հայաստանից դուրս, եւ նաև ունենա իր ներդրումը ապագա իշխանության ձևավորման գործում։ Այն որ իշխանությունը պետք է փոխվի, այն որ Նիկոլ Փաշինյան անազգանունով վարչապետ չպետք է լինի, մենք այս վերջին տարիներին բազմիցս դրա մասին խոսել ենք, այդտեղ ավելացնելու բան չունենք։ Բայց ինչպիսին պետք է լինի պարլամենտը, ես կարծում եմ եւ մենք հույս ունենք, որ ամեն ինչ անելու ենք նաեւ, որ 21 թվականի բևեռացված ընտրության հետևանքը մենք այս անգամ կարողանանք բացառել եւ դա թույլ չտալ, որ դա տեղի ունենա։ Այսինքն այն ինչ որ այսօր ունենք այսօրվա պարլամենտում։